Օբյեկտային մոդելի հիմունքները։ Նախորդ դասին ասացինք, որ շատ մի հատ մեծ բաժին մտանք օբյեկտային մոդել եւ ճիշտ ասած ճիշտ կլիներ հենց այս օբյեկտային մոդելի հիմունքներով սկսել առաջին դասը։ Բայց ինչ պատճառով գրադի բուչին ենթարկվելով, որ ունի այդպիսի լեզուների սերունդներ բառը, պարզ է, ես ավելացրել եմ էտապները, մենք ծրագրման զարգացման էտապները եւ սերունդները կարճ ասած ներկայացրեցինք, որ զարգացումը տանք եւ հասնենք նրան, որ միջին եւ փոքր բարդության խնդիրները ՕՕՊ-ն լուծում է։ Տեսեք, բավարար բարդ է կոչվում սա։ Միջինը ասեմ։ Ես ասում եմ բավարար բարդ, շատ բարդ ինքը չի կարողանում լուծել։ Պարզ է, աբստրակցիաներ ավելացնելուց բազմաշերտությունը մեզ կօգնի այդպիսի խնդիրներ լուծնել, բաց ասեմ, հզոր բարդությունը լուծվում է կոմբինատորիկ մեթոդոլոգիայով աշխատող քվանտային կոմպյուտերների միջոցով իր մոդելներով։ Օբյեկտային մոդելի հիմունքները փորձենք արագ հասկանանք դա իրանց ինչա ներկայացնում։ Ուրեմն օբյեկտ կողմնորոշված տեխնոլոգիան հնարենք միասին, երկուսը միասնամանակ այդպես անվանենք, չի խանգարում, այդպես ներկայացրեցի։ Անալիզ դիզայնը եւ դիզայն պատերնը միասին մենք համարենք տեխնոլոգիա։ Հիմնված է այսպես կոչված օբյեկտային մոդելների վրա, այսինքն օբյեկտային մոդելի սահմանումը, որը նախորդ դասին ասել եմ, այստեղ օբյեկտ կողմնորոշված մոդելներ։ Ես նախագծման process-ում բարդ համակարգերի հասցրեցի նրան, որ բերեմ մեր աշխարհը, ծրագրավորման արդեն ստեղծված աշխարհը։ Եվ այս ծրագրավորման ստեղծված աշխարհում օբյեկտ կողմնորոշված մոդելները համարեցինք շատ կարևոր բան եւ խնդրի էության մեջ մտնելը, դեկոմպոզիցիա օգտագործելը ու ստեղծեցինք մի հատ մեծ գլուխ։ Հիմա այսինքն օբյեկտային հիմնված է այսպես կոչված օբյեկտային մոդելի վրա։ Ուրեմն այս առարկան այդ մոդելի վրա հիմնված եւ այս առարկայում շատ մեծ տեղ գրավի կլասներ օբյեկտներ առանձին ծրագրավորման իմպլեմենտացիան, այսինքն կիրառությունը։ Ծրագրավորման բնագավառում, եթե ստրուկտուրային մոդելները խնդիրը պարզեցնում են դարձնելով սովորական ալգորիթմներ։ Ուրեմն սա կրկնություն է ստացվում, բացարձակ վերևի կրկնությունը։ Ուրեմն եթե կառուցվածքային մոդելներն էինք անում, ապա իրանից ներկայացումը շինարարական բլոկը ֆունկցիան է, ալգորիթմներն են, տվյալները արհամարված է տենց նայենք եւ ստացվում է, որ այդ ֆունկցիոնալ ձևով խառնածնունից մոդուլներով, բայց իրար, այսպես ասած, կպցնելով, կանչելով, հեռանալով մենք ծրագրային ինչ-որ գործողություն կարող ենք կատարել։ Օբյեկտային մոդելի շինարարական բլոկը կլասն օբյեկտն է, այսինքն ստրուկտուրային մոդելը ուրիշ է, օբյեկտային մոդելը ուրիշ է։ Մեր մոդելում նոր, այսպես ասած, կամաց մենք հասնում ենք, գիտենք բոլորս։ Ֆիլոսոֆիա կարդալով մի առարկա լավ պիտի իմանալ, այսինքն այդ առարկայի կլասների եւ օբյեկտների մասը մենք ամեն դեպքում գիտենք։ Օբյեկտ կողմնորոշված տեխնոլոգիան, որը արդեն ասացի ինչ է, ՕՕՊ պլյուս դիզայն պլյուս անալիզ դիզուտ պատերն, ամեն ինչ իրար հետ, ինչ օբյեկտ օրիենտեդ է կոչվում, ընդգրկում է էվոլյուցիոն, այսինքն եթե օբյեկտ կողմնորոշվածությունը ռևոլյուցիոն լիներ, ուզենաս հենց հիմա, ապա ինքը կհրաժարվի քեզանից, իր մոդելը քո մոտ չի աշխատի։ Հետո մենք կտեսնենք, որ դա անverջ իտերացիոն հղկման տեխնոլոգիա, անverջ։ Առավել եւս դիզայն պատերները ասում են ուղեկցի ծրագիրը ավելի լավացնես, ուղեկցի ծրագիրը ավելի լավացնես իմ դիզայն պատերներ։ Ասենք singleton pattern, ասենք visitor pattern, observer pattern եւ այլն, proxy pattern։ Այսինքն ստացվում է, որ էվոլյուցիոն ձևով կատարելը դա մեծ հնարավորություն է, սակայն ալգորիթմական դեկոմպոզիցիան, եթե հին ձևով ենք նայում, չի կարողանում այդ խնդիրը լուծել։ Տեսեք, խնդիրներ կա, որ ալգորիթմական դեկոմպոզիցիան շատ պետքական է։ Օրինակ, ռազմականում միայն ալգորիթմական դեկոմպոզիցիան, ու դեկոմպոզիցիան էլեմենտ համարենք, նորից եմ ասում, սահմանեցինք ինչա։ Դեկոմպոզիցիան դա խառը խուռը քանդել, սարքել, այսինքն մենք սկսենք ինչ որ ստանալ լավ բան, այսպես, բայց դա քանդել ստեղծելով է ստեղծվում։ Ու փոքր ժամանակ բոլորդ քանդել եք մեքենա կամ ենթադրենք որևէ տիկնիկ։ Հավաքելը չգիտեմ։
Սակայն ալգորիթմական դեկոմպոզիցիան սահմանափակումներ ունի եւ շատ սիրուն օրինակ է գալի էլեկտրոդրելի օրինակը։ Տեսեք, եթե դու օբյեկտ օրենթիդով լուծես պարզ խնդիր, խելացի չի։ Օրինակ, էլեկտրոդրելի օրինակը հենց լավագույն օրինակն է։ Էլեկտրոդրելը ենթադրենք օբյեկտ օրենթիդն է։ Եվ օբյեկտ օրենթիդ տեխնոլոգիայով հասարակ խնդիր ես լուծում։ Եթե դու էլեկտրոդրելով ուզում ես մեղ պտուտակահան անել կամ լցնել, դու պետքա իրան կարողանաս խփես։ Այսինքն ստացվում է սենց, եթե քո մոտ էլեկտրականություն չկա եւ օրը մի հատ շուրուպ ես ձգում, դու շատ մեծ ծախս ես անում էլեկտրոդրելը, անցք ես անում, պտուտակահան ես անում եւ այլն, անիմաստ է, վերցրու քո պտուտակահանը եւ ձգի։ Այսինքն, առավել եւս, եթե դու փորձում ես օբյեկտ օրենթիդով պարզ խնդիր լուծես, դա նման է, որ էլեկտրոդրելը թարս բռնած, մեխին ես խփում, որտեղ էլեկտրականությունը ենթադրենք չկա, դա ասենք միտեղ գործ ես անում, որ բարդ խնդիր չի։ Այսինքն էլեկտրական միջամտությունը կամ շատ անելը իմաստ չունի։ Ինչևից է։ Գրադիբուչի կողմից էլեկտրոդրելի օգտագործման տեխնոլոգիան ասում է, որ օբյեկտ օրենթիդը միշտ չի որ պետք է։ Առավել պարզ խնդիրներում դուք լրիվ կարող եք ալգորիթմականից օգտվել, բացարձակ չգնալ դրան։ Դրա համար շատ լեզուներ կան, պրիմիտիվ լեզուներ, որոնք ֆունկցիոնալ են կոչվում, այդպիսի կոմպիլյատորներ կա, շատ հեշտ սովորվում է, ոչ մի օբյեկտ չկա, բարդություն չկա, եւ մենք կարողանում ենք խնդիրները լուծել։ Օբյեկտային մոդելի գաղափարը առաջացել է 70-ական թվականներին, շատ լավ։ Ուրեմն բնագավառները հիմնականում համակարգչի հետ է կապված եղել։ Ուրեմն եւ փորձել ենք բարդության աստիճանը հաղթահարել օբյեկտների միջոցով։ Ուրեմն տեսեք, ինչպիսին կային օբյեկտային այդպիսի տեխնոլոգիաներ։ Ուրեմն երբ որ համակարգիչը սկսում է զարգանալ, նոր ծրագրավորման լեզուները զարգանալ, այսինքն հիմք են հանդիսանում, եթե ես ասենք օբյեկտային մոդելների գաղափարը 70-ականներին եղել է, ավելին ասեմ 90-ականներին դիզայն պատերն առաջացավ, գոֆի պատերներ են կոչվում, որը հենց այդպիսի տեխնոլոգիաներ տալիս է։ Ուրեմն ինչ երևույթներ հիմք հանդիսացան։ Համակարգչերի ճարտարագիտական զարգացում, այսինքն համակարգիչներ այնքան ուժեղացան, լեզուներ ստեղծվին նրա հիմքի վրա, որը ADA լեզուն եւ այլն, այսինքն ծրագրային նոր լեզուների ստեղծումով ծրագրային զարգացան մոդելնայնություն պարփակության գաղափարը։ Այսպիսի տեխնոլոգիաներ, որոնք որ լեզուները զարգացան, համակարգիչները զարգացան, մեզ թույլ տվեցին ուրեմն բարդության աստիճան իջեցնել եւ լուծելի դարձնել։ Ահա ստացվեց, որ օբյեկտային մոդելի լինելությունը գալիս է նաև զարգացումից։ Ինչևից է համակարգիչ լեզուների զարգացումը բերեց նրան, որ մենք ստեղծում ենք զարգացման մոդուլայնությունը եւ պարփակվածությունը զարգացման էտապ է դառնում։ Նաև մի քանիսը նշվեց, այսինքն ինչ հիմքեր են հանդիսանում, ուրեմն ստացվեց, որ մոդուլայնությունը ստեղծվեց, պարփակվածությունը էլեմենտ է, մենք կարող ենք դրա մասին խոսել, տվյալների բազաների զարգացումը, արհեստական բանականության զարգացումը։ Ուրեմն ստացվում է, որ օբյեկտային մոդելը ամփոփում ենք C#1-ի առաջի դասը։ Սա գովազդա, սա, այսպես ասած, ոնց որ ստիպողական սովորացնել է, որ օբյեկտային մոդելը լավն է, չկա ապացույցը դեռ։ Այսինքն փաստն ենք ֆիքսում, ոչ թե տրամաբանությունն ենք մաթեմատիկորեն հանում, անհնար է։ Սա փաստ ֆիքսելու տեղ է։ Ուրեմն իր այս զարգացման ընթացքում օբյեկտային մոդելը վերջապես ֆոն Նեյմանի ճարտարագիտությունից հեռանում է։ Ֆոն Նեյմանի ճարտարագիտությունը մեր առաջի դասն է, այսինքն ֆոն Նեյմանը իր համակարգը, որ ստեղծել է, զուգահեռություն հաշվի չի առել։ Տեսեք, առավել եւս ինքը երկուական համակարգն է ասել, իսկ շուտով նաև քվանտային համակարգերում դուք կտեսնեք կյուբիտների առկայությունը։ Ինչևից է, ամփոփում ենք C#1-ի առաջի դասը, ասում ենք, որ ֆոն Նեյմանի ճարտարագիտությունը, որ մեզ տված է, ասեմբլերյան մտածելակերպով զարգացրեցինք, օբյեկտ կողմնորոշվածությունը արդեն հեռացավ ֆոն Նեյմանի ճարտարագիտությունից։